Բարի օր բոլորին, անցած տոները բոլորիդ շնորհավոր եւ ինչպես խոստացել ենք անցած տարի, այս տարի սկսում ենք մեր զրույցների խոսակցությունների նոր շարքը, նոր թեմատիկայով, նոր կոնցեպցիայով։ Հիշում եք անցած տարի վերջապես ավարտեցինք մեր պայքարը շարքը, մինչև այդ ուրեմն եթե հետևել եք, հիշում եք ռուս-թուրքական վանդակը եւ այսօր սկսում ենք շարք, որը ունի երկակի անուն՝ դեկոնստրուկցիա, ռեկոնստրուկցիա կամ դե-ռեկոնստրուկցիա, ում ոնց հարմար է, որ պահին ոնց հարմար է։ Եվ այսօր իհարկե սկզբի համար նախ եւ առաջ պետք է հասկանանք ինչի մասին ենք խոսելու եւ ինչի համար ենք խոսելու եւ ընդհանրապես ինչն է այս շարքի հիմնական իմաստը։ Իհարկե անունը որոշ չափով հուշում է դեկոնստրուկցիա, ռեկոնստրուկցիա, եթե այսպես փորձենք թարգմանել, կլինի ապակառուցում եւ վերակառուցում, հա։ Բայց ես ճիշտը որ ասեմ, ավելի պարզ լեզվով կթարգմանեի, ավելի պարզ ասած զբաղվելու են քանդել հավաքելով, այսինքն դեկոնստրուկցիա քանդել, ռեկոնստրուկցիա հավաքել։ Մի քիչ լավ իմաստով դառնալու ենք երեխա, ոնց որ երեխեքը սիրում են քանդել, չէ՞, խաղալիքները, տեսնել մեջը ինչ կա, եւ հետո փորձել նորից հավաքել։ Մենք մոտավորապես այդ դրանով ենք զբաղված լինելու, որովհետեւ մեկ-մեկ երեխա լինելը լավ է եւ փորձելու ենք քննել, որոշ դեպքերում նաեւ կասկածի տակ դնել, թե արդյոք այն ինչը որ այսպես ասած մեծերը մեզ պատմում են աշխարհի իրականության մասին, արդյոք դա ճիշտ է։ Եվ շատ հաճախ, ինչպես էլի Անդերսոնի հայտնի հեքիաթում, մենք բացահայտելու ենք, որ շատ թագավորներ կամ շատ անգամ թագավորները մերկ են լինում։ Հիշում եք այդ հայտնի հեքիաթը, երբ որ թագավորը մերկ էր, բայց բոլորը արքունիկը նայում էին եւ ասում էին՝ «Օ, ինչ գեղեցիկ շոր է հագել թագավորը», այսինքն բոլորը այդ ձևի մեջ էին, բոլորը տեսնում էին, բայց ձևացնում էին, որ շատ գեղեցիկ շոր է եւ միայն մի երեխա պարզ, որովհետեւ պարզ տեսնում է, որ մերկ է, պարզ տեսնում է եւ ասում է թագավորը մերկ է, այսինքն երեխան է ասում ճշմարտությունը։ Այս շարքում մենք հաճախ լինելու ենք հենց այս երեխու դերում։ Մեկ-մեկ մենք դառնալու ենք նաեւ այսպես ասած պատկերավոր ասած խորամանկ եւ անկուշտ գայլեր, որոնք գնելու են տարբեր կոնցեպցիաների, պատկերացումների, տարածված այսպես ասած ճշմարտությունների հետքերով գնալու ենք մինչև վերջ եւ անելու ենք մեր որսը եւ ուրեմն մեր որջը բերելու ենք մեր ավարը եւ որոշ դեպքերում նույնիսկ այսպես ասած ճակերտավոր անմեղ հոգիների անդորը խանգարելու ենք մեր այդ ուրեմն գայլությամբ։ Այս պատկերավոր այսպես ասած մի քիչ գեղարվեստական մասը մի կողմ թողած, իրոք ինչ ենք քանդելու եւ հավաքելու, նորից հավաքելու, նորից կառուցելու եւ ինչի համար, ինչու է դա կարեւոր ընդհանրապես։ Ուրեմն ընդհանուր առմամբ եթե ձևակերպենք, մենք փորձելու ենք քննել, գնալ հետքերով, ինչպես ասեցի, բազմաթիվ տարածված, ընդունված պատկերացումներ են, ճշմարտություններ են, պնդումներ են, ձևակերպումներ են, խոսքը իհարկե հանրային պատկերացումների ձևակերպումների մասին է, անձնական կամ կենցաղային մակարդակի մասին, չի հանրայնորեն տարածված, որոնք առավել հաճախ ընկալվում են որպես ինքնին պարզ, բոլորին հայտնի եւ անընդհատ կրկնվում են եւ դրանցից անընդհատ բխեցվում են ինչ որ հետեւություններ, նաեւ գործողություններ են հիմնավորվում եւ ըստ էության դրանք կազմակերպում են ընդհանուր մեր հանրային խոսքը, պատկերացումը եւ գիտակցությունը։ Սրանով դա նաեւ կարեւոր է։ Որպեսզի абստրակտ չհնչի, մի քանի օրինակ բերեմ, բարձ օրինակներից սկսեմ, հա, օրինակ։ Մենք փոքր ազգ ենք։ Հիմա դա այսպես ընդունված ինքնին պարզ ճշմարտություն է թվում։ Կամ դարերով չենք ունեցել պետություն, կամ մի քիչ ուրիշ ոլորտից։ Կրթությունն է որոշում ամեն ինչ։ Եթե մենք կրթվենք, ամեն ինչ կփոխվի։ Ամեն ինչ դեպի լավը կգնա, ամեն ինչի հիմքում կրթությունն է։ Կամ չգիտեմ, մենք ապրում ենք անցյալով, ժամանակն է նայել դեպի ապագա, պետք է ապրել ներկայով, հերիք է նայենք դեպի անցյալ, այսպես էլի տենց իմաստություններ են, ճշմարտություններ են, որոնք տարածված են բոլորի մոտ, սա անկախ, չգիտեմ, քաղաքական հայացքներից, դիրքորոշումներից, գրեթե բոլորը ժամանակ առ ժամանակ սիրում են նման կամ համախմբվենք, այս տիպի բաների մասին, կամ պատմական էլի ասենք, մենք մեզ անընդհատ հայերին պատմության ընթացքում նվաճել են, անընդհատ նվաճողներ են եղել, քանդել են, ավիրել են, մեր պատմությունը, չգիտեմ, անընդհատ ձախողումների, պարտությունների պատմություն է եւ այլն եւ այլն։
այս տիպի եւ ես ճիշտ ասած հագին մեծ ցանկ եմ հավաքել այս տիպի պատկերացումների պնդումների, որոնք իմ կարծիքով սա պարապ խոսակցություն չի, կարևոր է եւ ժամանակն է հասունացել սրանք բոլորը հերթով քննել եւ հասկանալ։ Ես չեմ պնդում հիմա, որ դրանք բոլորը ճիշտ են կամ սխալ են, կարող է մեկը մի քիչ ճիշտ է, մի քիչ սխալ է, կարող է պարզվի ինչ որ մեկը լրիվ ճիշտ է, բայց պետք է քննել, հասկանալ, որովհետեւ էլ եմ ասում, դրանք ըստ էության այդ տիպի բազմաթիվ պատկերացումներից կառուցված է մեր գիտակցությունը եւ դա շատ հաճախ պայմանավորում է մեր ռեակցիաները իրավիճակին եւ մեր գործողությունները իրավիճակում եւ շատ հաճախ նաեւ գումարած դրան հանրային, քաղաքական եւ ընդհանրապես հանրային, ոչ միայն քաղաքական, հանրային խոսքում նաեւ մանիպուլատիվ դեր ունի։ Շատ հաճախ դրանցով այդ ձևի հասկացություններով նաեւ կամա թե ակամա գիտակցված թե չգիտակցված մեզ բոլորիս մանիպուլյացիայի են ենթարկում։ Ինչու՞, որովհետեւ դե բոլորին թվում է դպրոցից է, դա չգիտեմ, մեր դաստիարակությունից է, այդ այսպես ասած տարածված այդ պատկերացումները բոլորից թվում են, որ դա ինքնին պարզ են, ինքնին ճիշտ են, այդտեղ խոսելու բան չկա, քննելու բան չկա, բանավիճելու բան չկա, եւ դրանք ըստ էության դրա շնորհիվ ինքնին պարզ թվալու շնորհիվ դառնում են այսպես ասած գերակայող մեր գիտակցության մեջ եւ շատ հաճախ խանգարում են մեզ իրականում թարմ հայացքով տեսնել իրականությունը եւ թարմ հայացքով գործել իրականության մեջ։ Ինչևէ, քննելու ենք, տեսնենք մեջը ինչ կա, եթե ինչ որ բան կա, փորձելու ենք դա այսպես ասած վերականգնել։ Հաճախ էլ կարող է տեսնենք ոչ մի բան չկա եւ այսպես ասած մեր տունը հին ապրանքներից ազատելու ենք, որտեվ ժամանակն է կարծում եմ մեր տունը հին ապրանքներից ազատել, ինչը որ պիտանի է վերանորոգել, ինչը որ պիտանի է դեն նետել, բայց դրա հետ մեկտեղ նաեւ նոր այսպես ասած գնումներ անել, նոր ապրանքներ ստանալ եւ նոր ձևակերպումներ ունենալ, որտեվ այս ամեն ինչի իմաստը ոչ թե պարզապես այսպես ասած քանդելն է, ոչ թե պարզապես դեն նետելն է, այլ ամենագլխավոր նպատակը, որ դրանից է բխում, քանդում ենք ոչ թե ինքնանպատակ, ապա կառուցում ենք կամ դեկոնստրուկցիա ենք ենթարկում ոչ թե ինքնանպատակ, այլ որպեսզի ի վերջո կառուցենք, նորը ձևակերպենք, այսինքն տարածք մաքրենք, տարածություն ազատենք նորի համար, թարմի համար։ Բացի սրանից, այս առաջին ոնց որ բանն է, այսպես ասած տարն է մեր այս խոսակցության, կա նաև երկրորդը, ու էլի կան այս հերթով դրանց կփորձեմ անդրադառնալ, երկրորդը որոշակի ոչ գուցե այդքան լայն տարածված, ոնց որ այս իմ թվարկածները, բայց էլի որոշակի տարածում եւ ազդեցություն ունեցող սպეციფიկ որոշակի պատկերացումներ, որոնք միգուցե առաջին հայացքից ինչ որ նեղ խմբերին են պատկանում, բայց ազդեցիկ խմբերին եւ իրականում ենթագիտակցորեն ազդում են շատ շատերի վրա, նույնիսկ եթե դա չեն գիտակցում։ Օրինակը բերեմ, օրինակ քաղաքական ռացիոնալիզմի մասին, որ պետք է լինել, չգիտեմ, ռացիոնալ քաղաքականությունը կամ դրա ասենց ասած զույգ ախպերը ռեալիստ է պետք լինել, սթափ է պետք լինել։ Գիտեք, բավականին տարածված է դա մեր հանրային խոսքում եւ էլի իրականում շատ լուրջ մանիպուլատիվ գործիք է դա։ Ընդհանրապես ասեմ, այս շարքը, այս նախապատմությունն էլ պատմեմ, քանի առիթ կա, ոնց է սկսվել, ինչից է սկսվել։ Հենց այս թեմայից է սկսվել։ Հիմա էլի կասեք նրան, թե ինչ որ ասում է, որտեղից է սկսվել, ոնց է սկսվել, գնում է 2020-ի վերջ, 2021-ի սկիզբ, եւ այդպես էլ եղել է, այս միտքն էլ իրականում սաղմնավորվել է, այսքան լայն չէ, բայց սաղմնավորվել է այդ շրջանում ռուս-թուրքական վանդակին զուգահեռ։ Ասել եմ ես այն ժամանակ ռուս-թուրքական վանդակը որ սկսում է, ես շատ ավելի կարճ էի իրան, ավելի համառոտ էի պատկերացնում եւ հաջորդ բանը որ պատրաստում էի անել, հաջորդ շարքը, հենց այս սրա սաղմներ այդ ժամանակ առաջնային խնդիր ես որպես տեսնում էի, դա 21-22 թվականներ առաջնային խնդիր ես տեսնում էի, հենց այդ կեղծ ռացիոնալիզմի քաղաքականության մեջ իրեն որպես ռացիոնալիզմ ներկայացնող եւ ռեալիզմ ներկայացնող այդ կեղծ ուրեմն կոնցեպցիան հենց դեկոնստրուկցիայի ենթարկել, ապա կառուցել, կազմաքանդել եւ ցույց տալ, որ իրականում ինքը ոչ միայն, այն ինչ որ Հայաստանում է իրեն ներկայացնում որպես sense ռացիոնալիստ, որպես ռեալիստ ու sense այդ պոզայի մեջ են իրանք sense բանանում, եւ իրականում էլ եմ ասում, ենթագիտակցորեն ազդում են շատ ավելի շատերի վրա, քան կարող է թվալ, ցույց տալ, որ ոչ միայն կապ չունի ռացիոնալիզմի ու ռեալիզմի հետ, այդ
ինչը որ իրենք ներկայացնում են Հայաստանում, որպես այդպեսին, այլև ճիշտ հակառակն է, եւ այդ մարդիկ իրավունք չունեն այդ հասկացությունները այդքան չարաշահել։ Սա էր իմ այն ժամանակ նպատակը, իսկ երբ որ արդեն եկավ դե ասում եմ ռուս-թուրքական վանդակը շատ ավելի երկար ձգվեց, քան ես պատկերացնում եմ մեր պայքարը, նույնպես որ ռուս-թուրքական վանդակի այսպես շարունակություններ եւ իրար հետ կապված են, երբ որ եկավ արդեն ժամանակը մտածելու այս մյուս նախագծի մասին, իհարկե երկար տարիներ անցան, ես հասկացա, որ շատ ավելին կա, արդեն սկսեցի թեմաները հավաքել եւ տեսա, որ իրանք sense անverջ այսպես ասած բազմանում են։ Իհարկե, էլի այս ռացիոնալիզմի թեման, ռեալիզմի թեման քաղաքականության մեջ, այնպես ինչպես ներկայացում է Հայաստանում, մենք անպայման դրան անդրադառնալու ենք եւ դա լինելու է այս մեր խուսակցության կուլմինացիաներից մեկը բավականին մանրամասն պետք է խոսենք, որտեղ մենք անպայման այս թեմայից ի վերջո պետք է ազատվենք, որտեղ դա թունավորում է մեր գիտակցությունը, նորից մանիպուլյացիայի առիթ է դառնում եւ կեղծ տեղեր է մեզ տանում եւ սա խիստ գործնական հարց է իրականում, որովհետեւ երբ որ նման կոնցեպցիաները գերիշխում են գիտակցության մեջ, գիտակցությունը հանրային չի կարողանում ճիշտ կողմնորոշել եւ մենք այս ամեն ինչի արդյունքում բնականաբար ոչ միայն քանդելու ենք, այլև ի վերջո տեսնենք, իսկ ո՞րն է իրականում քաղաքականապես ռացիոնալը, ո՞րն է իրականում քաղաքական հաշվարկը, ո՞րն է իրականում քաղաքական ռեալիզմը, որտեղ մենք այդ բոլորի կողմնակիցն ենք, հենց դա դրանք շատ ճիշտ, շատ լավ բաներ են, բայց ելի եմ կրկնում են ինչ որ Հայաստանում է ներկայանում որպես այդպեսին եւ մեծ հաշվով գերիշխում է էլի ահագին չափով մեր գիտակցության մեջ եւ հակադրում է իրան այսպես ասած ռոմանտիզմին եւ այլն, ինքը լինելով ծայրահեղ ոչ ռեալիստական իրականում մոտեցում, ինքը թույլ չի տալիս, որ մենք իրապես ռացիոնալ լինենք եւ իրապես ռեալիստ լինենք, իսկ մենք պետք է անպայման լինենք, եթե ուզում ենք գոյատևենք այս աշխարհում, մենք անպայման պետք է լինենք իրապես ռեալիստ եւ իրապես ռացիոնալ։ Սրա մասին նույնպես կխոսանք։ Սրանք կից նաև, քանի որ տարիների ընթացքում, այդ ես ասում եմ 21-22 թվին եմ մտահղացել, բայց սրան կից նաև էլի թեմաներ են հասունացել մեր հանրային խոսքի մեջ, մանիպուլատիվ, հաճախ էլի վերացական հասկացությունները վերցնում են եւ վերացական հասկացությունները ընդհանրապես շատ հեշտ է մանիպուլացնել մարդկանց եւ հանրային գիտակցությունը եւ մենք պետք է այստեղ էլի ունենք օրինակ, չգիտեմ, հակադրությունը օրինակ, պատմական եւ իրական, պատմություն եւ իրականություն։ Հիմա օրինակ դա էլ գիտեք շատ տարածված մոդայիկ այսպես հակադրությունը պետք է տեսնենք դա ինչ է, երբ որ մենք կոնկրետացնենք այդ երկու հասկացությունները պատմություն եւ իրականություն, մենք կտեսնենք եւ պատմական եւ իրական կտեսնենք, որ այդ հակադրությունը նույնպես ծայրից ծայր կեղծ է, ինչպես եւ պետություն եւ հայրենիք հակադրությունները, հա, որ գիտեք, այդ բանն էլ կա, այդ մանիպուլյացիան էլ իրական դրանք բոլորը մանիպուլյացիան կան, մենք մանրամասն կփորձենք քննել, երբ որ մանրամասն քննում ես, երբ որ այդ աբստրակցիաները վերածում ես կոնկրետիկայի, պարզ է դառնում, որ դրանք ընդհանրապես մանիպուլյացիաներ են։ Սա նույնպես այդ ռացիոնալիզմին, ռեալիզմին կից, որովհետև ի վերջո դրանք էլի քույր եղբայրներ են, մեկը մյուսից է բխում եւ մեկը մյուսի վրա է կառուցվում իրականում, որքան էլ հաճախ տենց իրար այդ տեսակետների կրողները չընդունեն, բայց նույն այս արմատից է ցակում, այդ արմատը մենք պետք է ի վերջո քանդենք, եթե մենք ուզում ենք մեր գիտակցությունը ազատենք։ Իսկ մեր նպատակը, ģեր նպատակը ի վերջո, եթե ասեմ, այս շարքի գիտակցության, մեր հանրային գիտակցության ազատագրումն է տարբեր մանիպուլատիվ դիրքերից, խոսքերից, պատկերացումներից եւ պոզաներից։ Սրան էլի նաեւ ինչ որ չափով կից կամ չգիտեմ, գուցե երրորդ բան, հա, տեղի անտեղի շահարկվող էլի բազմաթիվ սա արդեն լայն ուրեմն բան ունի, սպեկտր ունի, տարբեր հասկացություններ։ Մեր, չգիտեմ, հանրային խոսքում մի բառ բերաններս մտնում է, ասում ենք անverջ կրկնել ու ոչ ոք չի մտածում դա ինչ է նշանակում։ Տենց մի քանի ուղղակի պատահական օրինակ բերեմ, հետո մանրամասն կասնենք, չգիտեմ, օրինակ աշխարհակարգի ճգնաժամը, հա, շատ լավ, աշխարհակարգի ճգնաժամը ի՞նչ է։ Ինչ բան է աշխարհակարգը, բոլորը ասում են, բայց ես վստահ եմ Հայաստանում, ասենք, շատ քչերն են մտածում, ուղղակի շատ հաճախ կրկնում ենք մեկս մյուսի հետևից առանց մտածելու, բայց նման բաները պետք է մտածված ասել, որտեղ դրանք եթե մտածված չեն, դառնում են ոչ միայն ուղղակի sense ասած լեզվի աղբ, այլև վտանգավոր են դառնում։ Օրինակ մեր պայքարում կարծեմ մանրամասն անդրադարձել ենք այդ
կապիտուլյացիա բառը, այստեղ էլ միգուցե կարիք լինի էլի անդրադառնանք, որտեղ շարունակվում է չարաշահվել անverջ, նման ընդհանրապես այդ sense ասած ֆիրմա բառերը իրանք չարաշահման շատ մեծ ներուժ ունեն հատկապես Հայաստանում, որտեղ վերցնում են ինչ որ օտար կոնտեքստներից, առանց մտածելու, առանց հասկանալու եւ սկսում են անverջ օգտագործել առանց խորանալու դրանց պարզ պատմության մեջ։ Նույնը ասենք օրինակ ես կարգել էի բացի կապիտուլյացիա բառից, ասել եմ որ պետք է մի 20 տարով Հայաստանում արգելվի այդ բառը օգտագործելը, նաեւ օրինակ ռեսուրսներ բառը։ Ու մենք չունենք ռեսուրսներ։ Ինչ բան է այդ ռեսուրսներ։ Ու բոլորը գիտեն ինչ բան է ռեսուրսը, ու բնականաբար առաջին հերթին մտածում են նյութական ռեսուրսների մասին, բայց ես օրինակ ռեսուրս բառն էլ մի հատ կարգել եմ, իրականում մենք իհարկե լավ, ճիշտ բառ է, բայց այնպես ինչպես Հայաստանում օգտագործում ինք սարսափահուակի մեծ հաշվով աղբա, բառ աղբա դառնում, երբ որ դու դրա իմաստը ճիշտ չես հասկանում եւ այդպես տեղի անտեղի օգտագործում ես, վերածվում է մի հատ աղբի, ավելի լավ ընդհանրապես չօգտագործվի։ Ու բնականաբար երբ որ ասում եմ արգելել կատակ եմ անում, ոչ թե արգելելա, պետք է հենց մեր նպատակը պետք է լինի նման հասկացությունների ճշտումը, որպեսզի մենք գոնե բնականաբար հույս չունեմ, որ ասենք այտենց մենք խոսանք ու հետո բոլորը կասեն, վայ չէ, մենք էլ չենք ասի այս բառերը, բնականաբար կօգտագործեն, բայց մենք գոնե մեր ուղեղները մաքնենք, որպեսզի մենք կարողանանք հայերով կառուցել մեր նոր իրական եւ հաղթական Հայաստանը։ Երրորդ էլի թեմատիկ բլոկ, տեսնում եք որ լայնանում է գնալով, այսինքն հա, սկզբում եղել է միած սահմանային գաղափար, բայց ինքը ահագին լայնացել է եւ շարունակել է լայնանալ ինձ թվում է դեռ։ Իհարկե որոշակի սահմանների մեջ կփորձենք պահել։ Դիսկուսիոն տարբեր հարցեր, որոնք էլի անընդհատ sense պատտվում են, ֆռում են հանրային խոսքի մեջ, բայց իմ կարծիքով ճիշտ հիմքերի վրա լուծում չեն ստանում, մինչդեռ որոշակի լուծումներ դրանք կան։ Օրինակ, սովետական Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը։ Գիտեք, մեծ դիսկուսիոն հարց է, անընդհատ գալիս է գնում է, անverջ պատտվում է, բայց այդտեղ լիքը ճշտելու բաներ կան, որից հետո ես կարծում լիքը բաներ դիսկուսիոնից կվերածվեն ավելի պարզեցնելու, ավելի հստակեցնելու բաներ կան։ Եվ էլի ակտուալ թեմա է իրականում եւ միշտ էլ ակտուալ է լինելու, որովհետեւ միշտ էլ չարաշահվելու է եւ որովհետեւ ամեն դեպքում մենք երբեք չպետք է թերագնահատենք, երբեք պետք է չանտեսենք, որ այն մեծ պլանը սովետական միության վերականգնման ինչ որ ձևի ինքը շարունակում է ակտուալ լինել, ինչքան էլ հիմա թվա, որ դա նահանջել է։ Եվ հենց դրա համար էլ նաև այդ ակտուալության համար, որտեղ ժամանակ առ ժամանակ ես վստահ եմ դա վերակտիվանալու է ըստ միջազգային իրավիճակի վայրի վերումների եւ նորից փորձելու են մեզ ուրեմն այդ քարոզը տանել, բայց մենք էլ պետքա ոչ թե ասենց ուղակի բան վերաբերմունք ունենանք էմոցիոնալ, այլ պետքա ճշգրտենք, լիքը բաներ պետքա ճշգրտենք։ Նույնը օրինակ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների էլի բազմաթիվ չարաշահումներ կան այս հարցում, նույնը օրինակ ընդհանրապես ասենք հայ-թուրքական թշնամանքը ինքը օբյեկտիվ հիմքեր ունի, թե չէ, թե ինչ որ մեկը դա հորինել է, արտաքին ուժերն են հորինել, էլի շատ ակտուալ է հիմա այս հարցերը մենք պետք է քնենք մասամբ, իհարկե անդրադառնալով արդեն այստեղ խաչվում է մեր ռուս-թուրքական վանդակի թեմաների հետ, բայց այստեղ մենք հնարավորություն կունենանք մի քիչ ավելի կոնցեպտուալ բացել, այնտեղ մենք ավելի շատ պատմական նյութով ենք գնում, էլի այստեղ էլ բնականաբար պատմական նյութը մեզ պետք է օգնի, բայց ամեն դեպքում սահմանափակ ենք նաև ժամանակաշրջանով եւ այլնով եւ ու մի քիչ ուրիշ նպատակ ունենք այստեղ մենք կարող ենք մի քիչ լայնացնել եւ ժամանակը եւ մի քիչ ավելի այս կողմեն կողմել եւ բարձր որտեվ հասկանալ, ասինքն այն ինչ որ մեզ նախկինում քարոզվում էր օրինակ որ հայ-թուրքական մշտական թշնամություն սա մի բևեռն է եւ մյուսը ինչ որ հիմա մեզ փորձում են քարոզել, ընդհանրապես ոչ մի խնդիր չի եղել, այդ ամեն ինչը ռուսներն են հորինել կամ չգիտեմ ֆրանսիացիներն են հորինել կամ պապուասներն են հորինել արդյոք, դա այդպես է արդյոք, այս մի ծայրեղությունից մյուս ծայրեղությունը գնելն է ճիշտ ճանապարհը այս հարցում, թե ճիշտը ճշգրիտ հարցը քննելա հենց ազգային եւ անկախության տեսակետից։ Ու էլի այս տիպի հարցեր բնականաբար, այսինքն եթե հայ-թուրքականը քննարկում ենք, մենք պետք է քննարկենք նաեւ Հայաստան-Ադրբեջանը, ոչ թե այս մակերեսային մակարդակում, այլ կոնցեպտուալ, արդյոք այդտեղ օբյեկտիվ հիմք կա ընդհանրապես մշտական, այսպես ասենք, մեղմ ձևակերպենք մրցակցության, թե հնարավոր է այտենց վերջնական այս խնդիրը թողնել եւ ընդհանրապես օբյեկտիվ հիմք չունեցող խնդիրը էլի ռուսներն են հորինել կամ չգիտեմ պարսիկներն են հորինել, իսկ իրականում ոչ մի խնդիր էլ չկա այս երկու պետությունների մեջ օբյեկտիվ։ Ընդորում ես շեշտում եմ պետությունների, ոչ թե ազգերի, էթնիկ կոնֆլիկտի մասին չի խոսքը, սա էլի դեպք անդրադառնանք նրան, որ
մեր ուրեմն խնդիրները փորձում են ներկայացնել որպես էթնիկ կոնֆլիկտ, այսինքն մի մակարդակ իջեցնում են, պետական չի իբր։ Մենք դա էլ պետք է հասկանանք։ Չորրորդ sense ասած ուղղությունը կամ չգիտեմ տարեբովանդակությունը կարգախոսը ինչպես կուզեք, ուրեմն շատ կարևորում եմ ես այլ դեկոնստրուկցիա ենթարկել դեկոնստրուկտորներին։ Սա վերաբերվում է այսպես մարդկանց խմբերին, որոնք մի քիչ տենց էլիտար, կիսաէլիտար պոզաների մեջ են, իրանք այսպես ասած կրթված են, իրենք իրենց համարում, չգիտեմ, առաջադեմ են եւ այլն եւ շատ են սիրում ընդհանրապես այդ մոդան կա մեր կրթված խավի մեջ ժողովրդի հաշվին ինքնահաստատվել իբր ժողովուրդը անգրագետն է, այ իրանք են ուրեմն լույսը կրթությունը պետք է տարածեն իրենք լույսն ու կրթությունը, տանջվում են իրանք այս աշխարհում, որովհետեւ ժողովուրդը անգրագետ է։ Ես չգիտեմ ժողովուրդը անգրագետ է թե գրագետ է, ժողովուրդը ինքն իրանով իհարկե չի լինում գրագետ կամ անգրագետ, հենց կրթված խավից է գալիս, բայց ես մի բան հաստատ գիտեմ իմ կյանքի ընթացքում համոզվել եմ, որ գլխավոր խնդիրը Հայաստանում եւ դա բաղուցվա խնդիր է կարծում եմ, բայց հատկապես այս մեր դարաշրջանում ոչ թե ժողովուրդն է գրագետ կամ անգրագետ, այլ հենց կրթված խավը եւ կրթված խավը ասելու ավելի լայն նաեւ ընդհանրապես էլիտար խավերը, ղեկավարող խավերը, առաջնորդող խավերը, թվում կրթված խավը հիմնական խնդիրը դա է եւ ինքը այդ խավը ցավոք սրտի ընդհանրապես կրթված չի իրականում, այսինքն այն ինչ որ իրենց թվում է, որ իրանք կրթված են եւ իրենք իրավունք ունեն այսպես այդ վերևի դիրքերից խոսալու, իրանք չունեն այդ իրավունքը, որտեղ իրանք չունեն այդ կրթությունը, չունեն այդ գիտելիքը եւ հաճախ ուղակի պատճենում է, ոչ թե հաճախ, այլ գրեթե միշտ պատճենում են ուղակի դրսից վերցած ինչ որ պատկերացում, սեփականը ստեղծելու, պատկերացնելու կարողությունը շատ թույլ է, անհատների մեջ կա, բայց որպես խավ, որպես այդպես ինչ կա, եւ դա մեր գլխավոր խնդիրներից մեկն է, եթե ոչ գլխավոր, այսինքն խնդիրը մենք պետք է տեսնենք եւ հիմնավորենք ոչ թե հայ ժողովուրդն է, այլ խնդիրը հայ ժողովրդի որպես առաջնորդող եւ վերնախավային, այսպես ներկայացող խմբերն են եւ այստեղ իհարկե երբ որ ասում եմ դեկոնստրուկցիա ենթարկել դեկոնստրուկտորներին, այստեղ ես իհարկե նկատի եմ, որ գիտեք, այդ մարդիկ, այդ խմբերը շատ են սիրում, այսպես բան անել, ազգային միֆերը ապակառուցենք, ազգային միֆերը, չգիտեմ, ազգային միֆոլոգիան, այս դիրքերից նաեւ sense բաննի վերևի դիրքերից, որ իրանք տենց այդքան էլ այդ ազգից չեն, այդ մտածողությունը մի քիչ էլ sense հեգնանքով, մի քիչ էլ sense բարձրից դիրքով, իհարկե ազգային միֆեր կան եւ ազգային միֆերի մի մասը իհարկե պետքա մենք էլ ենք դրանով զբաղվելու, ինչ որ մասամբ թվարկեցի օրինակներ, նաեւ այդ շարքից են, բայց մենք պետք է նաեւ հակառակ նպատակը դնենք եւ պատկերացնենք, որ այն մարդիկ, որոնք այդ դիրքերից իրենք որ դիրքերից են ուրեմն փորձում դեկոնստրուկցիա ենթարկել կամ քանդել կամ այսպես բանով վերաբերվել մեր ազգային տարբեր նպատակներին, քաղաքական նպատակներին, չգիտեմ, երազանքներին, իդեալներին, իրանք երբևէ ռիսկ անում են, այդ դրանից դուրս ինչ որ բան վերաիմաստավորելու, թե իրանք վերցնում են ինչ որ միջազգային գաղափարներ, որպես վերջին sense ճշմարտություններ, սրբություններ, ու այդ ուժով ամբողջ այդ բանով ընկնում են մեր, այսպես ասած, ազգայինի հետևից, բայց երբեք ռիսկ չունեն սեփական խելքով մտածել նաև այն ինչը որ որպես արտաքին, sense ասած հզորների կողմից ներկայացվում է որպես ճշմարտություն, իրենք ռիսկ ունեն, օրինակ, չգիտեմ, միջազգային կամ աշխարհակարգային միֆոլոգիաները դեկոնստրուկցիայի ենթարկելու, թե իրանք մաքուր հավատացյալներ են այն ամեն ինչի, ինչը որ այսպես ասած համարվում է աշխարհում ճշմարիտ եւ ուժները պատում է մենակ մեր ժողովրդի եւ մեր ազգային պատկերացումների վրա եւ ի վերջո դրանք ինչին են դրանով հասնում եւ մենք փորձելու ենք նաեւ օրինակներով տեսնել որ շատ հաճախ են ինչը որ իրենք տես ներկայացնում են հահա հիհիով որպես բան, իրանց այդ այսպես ասած բանով, հենց իրենք են արժանի հեգնանքի։ Օրինակ ես հիմա մի քիչ sense բան սուր օրինակ բերեմ, կարող է առաջին հայացքից հասկանալի չթվա, բայց երբ որ այդ թեմային անդրադառնանք, բան կան, օրինակ տենց
սիրում են, չէ՞, մի քիչ sense հեգնել, ծիծաղել, մի քիչ չէ, լավ էլ sense հայուգենը, հա, այդ ինչ բան է հայուգենը, հայուգեն չկա իրականում։ Մենք տեսնենք, որ այդ մարդիկ իրենց կյանքով մեկ, իրանք ուսի պատկերացում չունեն գենն ինչ է, գենետիկան ինչ է, հայկական գենետիկան ինչ է, եւ վերջի 20-30 տարում աշխարհում ինչ հսկայական առաջընթաց կա գիտական այդ թեմատիկայով, բայց իրանք sense հիհիով են ապրում իրաց։ Այո, այդ հայուգեն ասողները հաճախ այդքան էլ adekvat մարդիկ չեն լինում, բայց նրանց վրա ծիծաղնողները ես դες երաշխավորում էլ ավելի հեռու են որևէ գիտելիքից, կիլոմետրով հեռու են գիտությունից եւ ընդհանրապես այդ պոզայի մեջ են իրանց։ Մենք այդ ձևի էս մի օրինակը բերեցի, այդ ձևի շատ օրինակներով ցույց ենք տալու, որ այդ հեգնանքը, այդ այսպես ասած կրթված դիրքից հեգնանքը ինքը ոչ միայն ոչ մի հիմք չունի, այլ ինքը սարսափելի հեգնելի է, եթե ունես իրական գիտելիքներ եւ պատկերություններ եւ գիտես ինչ բան է գիտությունը։ Եվ ընդհանրապես իհարկե մենք պաշտպանելու ենք եւ վերականգնելու ենք եւ վերանորոգելու ենք եւ մեր ազգային նպատակները ցույց ենք տալու դրանց այսինքն հիմնավորելու ենք նորովի ինտելեկտուալ կերպով, ցույց ենք տալու դրանց ինտելեկտուալիզմը, այսպես ասենք, հա, պայմանական եւ հեգնողների ուրեմն գավառականությունը, անկրթությունը եւ իրական անգրագիտությունը։ Իհարկե ասում եմ, երբ որ մենք ասում ենք պաշտպանելու ենք ազգայինը, մենք ինքներս դա փորձելու ենք շատ բաներ այդտեղ վերագնահատելու, վերանորոգելու, վերակառուցելու, բայց երբեք մենք նպատակ չենք ունենալու այսպես նիհիլիստական, ժխտողական հեգնանքի կամ էլ ինքնահաստատման դատարկ, ասենք, հայ ազգի քաղաքական եւ ընդհանրապես ոչ միայն քաղաքական նպատակների, երազանքների եւ իդեալների վրա։ Հակառակը մեր նպատակը լինելու է այո դրանք մաքրել, այո ինչ որ հնոտի սնոտի բաներից ազատվել, բայց այն նպատակով, որպեսզի դրանք վերահաստատվեն, որպեսզի դրանք նորից դառնան մոդայիկ, նորից երիտասարդ, նորից ռացիոնալ, իսկ այդ բոլոր մնացած հեգնողները ընկնեն այնտեղ, որտեղ իրանց տեղն է մարգինալ ինչ որ խավերի վերածվեն ի վերջո եւ պետքա վերածվեն եւ պետքա վերածենք եւ մեր ինտելեկտուալ գերակայությունը իրականում հաստատենք իրենց նկատմամբ, որովհետեւ դա շատ բարդ չի, քանի որ իրականում համասում եմ, համտածում դա տեն շատ բարդ կռիվել չի էլի, որովհետեւ դա չունեն իրանք, դա այդքան բարդ չի իրենց նկատմամբ դա հաստատել։ Եվ վերջապես էլի ամենակարևորը շեշտեմ, որ ի վերջո վերջնական նպատակը այս ամեն ինչը իհարկե հետաքրքիր է, մեկ-մեկ զվարճալի է, մեկ-մեկ ազարտի է բերում, այսպես ասած քանդելու դեկոնստրուկցիայի մասը, բայց վերջնական նպատակը ոչ թե դա է, ոչ թե քանդելն է, այլ կառուցելն է, եւ հենց դրա պատճառով էլ մենք այստեղ բացի այս թեմաներից նաեւ անդրադառնալու եւ ներկայացնելու ենք մեր տեսակետները, մեր կոնցեպտուալ ձևակերպումները նրա մասին, թե ինչպես պետք է լինի շատ հարցերի շուրջ, նախագծային նույնիսկ կարող է որոշ բաներ ներկայացնենք, որպեսզի մենք ստեղծագործենք ի վերջո, ոչ միայն կազմաքանդենք, ոչ միայն ապակառուցենք, այլև դրա փոխարեն նորը կառուցենք։ Եվ հենց դրա համար է, այսինքն ես ասացի այդ մի քիչ ավեշ տարածելը, սենց ասած, մեկ-մեկ մի քիչ թեթև քանդելը, մեկ-մեկ մի քիչ ուժեղ քանդելը, նայած ինչին ենք անդրադառնում, մեկ-մեկ ուղակի տենց քննելը, այդ ամեն ինչը իմաստ ունի միայն մի բանի համար, որպեսզի մենք կարողանանք նորը կառուցել, նորը ներկայացնել, մեր սեփական դրականը ներկայացնել, ստեղծագործականը ներկայացնել եւ գնալ առաջ։ Այսքանը երևի այս շարքի մասին կարող եմ էլի շատ երկար խոսել, բայց երևի չարժի նախնական խոսակցությունը շատ երկարացնել, հենց հաջորդ անգամ արդեն կսկսենք կոնկրետ թեմաներով շարժվել առաջ, հուսամ հետաքրքիր կլինի, հուսամ կարողացա այս առաջի բանով ձեզ գոնե որոշ չափով հետաքրքրել, բայց կարծում եմ ինչքան ավելի թեմաները բացենք, ինչքան ավելի կոնկրետացնենք, այդքան ավելի եւ ինձ համար եւ ձեզ համար հետաքրքիր կլինի այս զրույցը, այս զրույցները, այնպես որ սպասում եմ ձեզ մյուս անգամ արդեն մենք խոսենք կոնկրետ թեմաներից։ Այսօր այսքանը, շնորհակալություն, եթե լսեցիք մինչև վերջ եւ կհանդիպենք։